Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Գիտեք, որ ցանկացած բան կարող է դառնալ հոգևոր, եթե անում եք դա Տիրոջ համար։ Ես Ջոյս Մայերն եմ և հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեզ բոլոր բնագավառներում։ Հաջորդ մի քանի օրերին ուզում եմ խոսել ուրիշներին ծառայելու զորության մասին։ Հավանաբար դուք մտածում եք, ես արդեն բավականաչափանում եմ ուրիշների համար։ Գիտեք, երբեմն մենք ինչ-որ բաներ ենք անում ուրիշների համար, ասելով. Ես ընդամենը ծառա եմ այստեղ, կամ էլ ընդունում ենք նահատակի վերաբերմունք։ Մենք պետք է ծառայենք ուրիշներին ինչպես Տիրոջը։ Մենք դա անում ենք նրա համար։ Եվ մենք ունենք հակվածություն, համոզված եմ, դուք գիտեք դա, բոլորս հակված ենք լինելու չափազանց եսասեր և եսակենտրոն։ Բայց Աստված ցանկանում է, որ մահանանք եսի համար և ավելի շատ մտածենք ուրիշների մասին ու գնահատենք նրանց նույնիսկ ավելի, քան ինքներս մեզ։ Իրականում Աստվածաշնչում շատ բան է ասվում ուրիշների մասին։ Լսեք, հոգ տարեք միմյանց համար։ Սիրալիր եղեք միմյանց հանդեպ, հանդուրժեք ուրիշների սխալները, բարի և քաղցր եղեք միմյանց հանդեպ, ներեք միմյանց, հնազանդվեք միմյանց, խրատեք միմյանց, հորդորեք միմյանց, գերադասեք մեկըդ մյուսից, քաջալերեք միմյանց, հաշվի առեք մեկըդ մյուսին, ձեր սխալները իրար խոստովանեք, սիրեք միմյանց մաքուր սրտով, սրտացավ եղեք միմյանց հանդեպ, հյուրասիրություն ցուցաբերեք միմյանց և ունեցեք հաղորդակցություն միմյանց հետ։ Գիտեք, շատերն ասում են. Ես դեմ չեմ եկեղեցի գնալուն, բայց չեմ ուզում ներգրավված լինել։ Ինչու են այդպես ասում, որովհետև անցյալում բազմիցս վիրավորվել են մարդկանցից, ուստի ընդունում են այս վերաբերմունքը։ Ես պարզապես չեմ ներգրավվի, կամ եթե ներգրավեմ, ապա ոչ խորապես։ Բայց մենք Քրիստոսի մարմինն ենք և պետք է փոխկապակցված լինենք միմյանց հետ։ Եթե վնասում եմ ոտքս, ձեռքս անմիջապես հասնում է օգնության։ Ինչ կլիներ, եթե ձեռքս ասեր. ոչ, ես չեմ ուզում ներգրավվել։ Եթե ես ունեմ գլխացավ, ձեռքս շոյում է գլուխս։ Ինչ կլիներ, եթե այն ասեր. ոչ, ես չեմ ուզում ներգրավվել։ Մենք պետք է փոխկապակցված լինենք միմյանց հետ և այսօր ուզում եմ խոսել ուրիշներին ծառայելու զորության մասին։ Մատթեոսի 20-րդ գլխի 20-ից 28 խոսքերում տեսնում ենք մի պատմություն, որը բավականին համոզիչ է։ Այնտեղ գրված է. այն ժամանակ Զեբեդիայի որդիների մայրը իր որդիների հետ նրա մոտ եկավ, երկրպագեց և նրանից մի բան խնդրեց։ Նա էլ ասաց նրան. ինչ ես ուզում։ Նրան ասաց. ասա, որ իմ այս երկու որդիները նստեն մեկը քո աջ կողմը և մեկը ձախ կողմը քո արքայությունում։ Նա չէր ամաչում խնդրելուց, այնպես չէ՞։ Հիսուսն էլ պատասխանեց և ասաց. դուք չգիտեք, թե ինչ եք խնդրում։ Կարո՞ղ եք այն բաժակից խմել, որ ես եմ խմելու։ Կամ այն մկրտությունով մկրտվել, որ ես եմ մկրտվելու։ Նրան ասացին. կարող ենք, և նա ասաց նրանց. իմ բաժակը կխմեք և այն մկրտությունով, որ ես պիտի մկրտվեմ, կմկրտվեք, բայց իմ աջ և ձախ կողմերում նստեցնելը ես չեմ տալիս, դա կտրվի նրանց, որոնց համար պատրաստված է իմ Հոր կողմից։ Գիտեք, հաճախ մենք խնդրում ենք բաներ և իրականում գաղափար չունենք, թե ինչպիսի փոփոխություններ պետք է տեղի ունենան մեր մեջ և մեր կյանքում, որպեսզի ունենանք կամ անենք այդ բաները։ Հիսուսն իրականում այս կնոջն ասում էր. կարող եք խմել այն բաժակից, որ ես եմ խմում, և երբ ասաց դուք չգիտեք, թե ինչ եք խնդրում, նկատի ուներ, որ դուք գաղափար չունեք, թե ինչ է պահանջվելու, ինչ զոհեր են պահանջվելու այդ դիրքում լինելու համար։ Այնուհետև և այն 10-ը, երբ որ լսեցին, նեղացան այն երկու եղբորից։ Օ, ինձ դուր է գալիս դա։ Երկուսը եսասեր և եսակենտրոն էին, մյուս 10-ը ասում են. ինչու եք կարծում, որ դուք պետք է ունենաք այդ տեղերը։ Համոզված եմ, որ նրանցից յուրաքանչյուրը մտածում էր. եթե ինչ-որ մեկը պետք է ունենա այդ տեղը, ուրեմն դա ես եմ։ Հիսուսն էլ նրանց իր մոտ կանչելով ասաց. գիտեք, որ ազգերի իշխանները տիրում են նրանց, և մեծամեծները իշխում են նրանց։ Բայց այդպես չլինի ձեր մեջ։ Լսեք,
Այլ ձեզնից ով որ կամենամեծ լինել, թող ձեզ ծառա լինի։ Այսպիսով Հիսուսն ասում է, որ իսկապես հզոր մարդիկ ծառաներ են։ Մենք այդպես չենք նայում։ Մենք միշտ նայում ենք ծառային, որպես ցածր դիրք ունեցողի։ Սակայն Հիսուսը նայում է նրան, որպես բարձր դիրք ունեցողի։ Հիսուսը եկավ որպես ծառա։ Պողոս առաքյալը միշտ ասում էր. Ես Պողոսս, Տեր Հիսուս Քրիստոսի ծառան, նա մշտապես իր մասին խոսում էր նախևառաջ որպես ծառայի։ Հետաքրքիր է, այսօր մեր հեռուստադիտողներից քանիսն ունեն ծառայի վերաբերմունք։ Նույնիսկ ինքս պետք է հարցնեմ, արդյոք ես ունեմ ծառայի վերաբերմունք։ Գիտեք, ես Ջոյս Մայերի ծառայության ղեկավարն եմ և իմ իշխանությունը բոլորից բարձրն է այստեղ, բայց ինչպես եմ տեսնում ինքս ինձ։ Արդյոք տեսնում եմ ինձ որպես ծառայի։ Արդյոք պատրաստ եմ անելու այն, ինչ անհրաժեշտ է անել։ Մենք պետք է հարցնենք ինքներս մեզ, թե ինչպիսին ենք ուրիշներին ծառայելու բնագավառում։ Որոնք են այն բաները, որ կարող ես անել ուրիշներին ծառայելու համար։ Կարծում եմ, որ լավ կլինի մի քանի առաջարկ անեմ։ Ամեն առավոտ, երբ աղոթում ես, հուսով եմ, որ դու աղոթում ես, ասա Աստծուն, ցույց տուր, թե ինչ կարող եմ այսօր անել ուրիշներին ծառայելու համար։ Որոշ մարդիկ, անկեղծ ասած, ավելի օժտված են այս ոլորտում։ Նրանք օծված են օգնությունների ծառայության համար և ինքնաբերաբար մտածում են ուրիշների մասին, նախքան կմտածեն իրենց մասին։ Բայց ես պետք է ասեմ, որ այդպիսի բնածին հատկություն չունեմ։ Ես միշտ ասում եմ, ես նույնպես օգնությունների ծառայության մեջ եմ։ Ես ուզում եմ, որ ուրիշներն օգնեն ինձ, այնպես որ ես հատուկ պետք է ջանք թափեմ այդ ուղղությամբ, եւ կան շատ բաներ, որ մենք պետք է անենք նպատակաուղղված։ Օրինակ, Աստվածաշունչն ասում է՝ հագեք Հիսուս Քրիստոսին։ Ինչ է նշանակում հագնել եւ ինչ է նշանակում նպատակաուղղված։ Ես միշտ ասում եմ, երբ ես մտնում եմ իմ զգեստասենյակ, իմ հագուստները չեն ցատկում մարմնիս վրա։ Ես նպատակաուղղված եմ ընտրում եւ հագնում դրանք։ Այնպես որ կան բաներ, որոնք Հիսուսը ցանկանում է, որ անենք։ Թեև դրանք բնականon չեն մեզ համար, բայց մենք կարող ենք ընտրել անել դրանք։ Մենք կարող ենք անել դրանք նպատակաուղղված։ Ահա մի քանի միջոց, թե ինչպես կարող եք ծառա լինել։ Նախևառաջ, մայրեր, թույլ տվեք ձեզ մի խոսք ասել։ Ծառայեք ձեր ընտանիքին ինչպես Տիրոջը։ Մի մտածեք այսպես. այն ամենը, ինչ անում եմ, բոլորին սպասարկելն է։ Եվ մի ունեցեք ինքնախղճահարության կամ նահատակի վերաբերմունք։ Ամենը արեք ուրախությամբ, ինչպես Տիրոջը։ Գիտեք, որ ցանկացած բան կարող է դառնալ հոգևոր, եթե անեք դա Տիրոջ համար։ Ամեն բան, որ անում եք, կարող է լինել հոգևոր, եթե անեք դա Տիրոջ համար, ոչ թե միայն Աստվածաշնչի ընթերցանությունը կամ աղոթքը, այլ բացարձակապես ամեն բան։ Ահա մի քանի միջոց, որոնցով կարող եք ծառայել ուրիշներին։ Դուք կարող եք աղոթել մարդկանց համար։ Կարող եք ինչ-որ մեկին զիջել ձեր կայանատեղին։ Դա ցավոտ է, այդպես չէ։ Թույլ տվեք, որ հերթում ձեզնից առաջ կանգնի նա, ով ավելի քիչ մթերք ունի։ Թույլ տվեք, որ հերթում ձեզնից առաջ անցնի նա, ով ավելի տարեց է։ Թույլ տվեք, որ հերթում ձեզնից առաջ անցնի նա, ով հղի է։ Թույլ տվեք, որ հերթում ձեզնից առաջ անցնի երկու երեխաների հետ խանութ եկած կինը։ Դուք ասում եք, ես շտապում եմ ու չեմ ուզում սպասել։ Ահա այն զոհերը, որ անում ենք մարդկանց ծառայելու համար։ Վճարեք ինչ-որ մեկի բնակարանի ամսական վարձավճարը, եթե գիտեք, որ նա ֆինանսական դժվարությունների մեջ է։ Մշտապես ասեք շնորհակալություն։ Հաճոյախոսեք մարդկանց։ Եթե ընտրում եք ինչ-որ մեկի հետ, փակեք հաշիվը։ Դուք ասում եք, սովորաբար դուք նստում եւ սպասում եք, որ մեկ ուրիշը վճարի։ Եղեք առաջինը, որ կանի դա։ Եթե սուրճ եք պատրաստում, տեսեք, թե ելով կցանկանա։ Գիտեք, խոսքերը շատ լավ են, բայց գործողությունները ավելի բարձր են խոսում, քան խոսքերը։ Նա, ով ուզում է լինել առաջինը ձեր մեջ, պետք է լինի բոլորին ծառա կամ ստրուկ։ Ստրուկ և ծառա բառերը նոր կտակարանում ծագում են հունարեն նույն բառից և գործածվում են համարժեքորեն։ Ուստի, երբ այստեղ գործածում ենք ստրուկ բառը, մենք չենք խոսում բացասական իմաստով, ինչպես այսօր մտածում ենք։ Մենք չենք խոսում ինչ-որ մեկի մասին, որի հետ սխալ կամ վատ են վարվել։ Ինչպես մարդու որդին չեկա, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի և շատերի փոխարեն իր անձը փրկանք տա։ Նա ամենամեծ ծառան է։
Մշտապես նա այստեղ էր ուրիշների համար, անկախ նրանից թե ինչ էր Հիսուսն անում, նա մշտապես ժամանակ ուներ ուրիշների համար։ Նա մշտապես մտածում էր ուրիշների մասին, աշակերտները զբաղված էին իշխանության դիրքերի համար միմյանց հետ մրցելով, եւ Հիսուսը հիշեցնում էր, որ այն ինչ նրանք պետք է անեն, միմյանց ծառայելն է եւ այդ ձգտումը պահելը։ Գիտեք, որ Աստծուն չեն տպավորում այն դիրքերը, որ մենք զբաղեցնում ենք։ Գաղատացիների 2:6-ում ասվում է ավելին, որևէ նոր պահանջ չներկայացվեց նրանց կողմից, ովքեր ինչ-որ հեղինակություն ունեին։ Չնայած ինձ համար տարբերություն չկա, թե ինչ դիրք ունեին նրանք եւ արդյոք իսկապես կարեւոր էին։ Աստված տպավորված չէ մարդկանց զբաղեցրած դիրքերով, եւ նա կողմնակալ չէ ու չի ընդունում արտաքին տարբերությունները։ Նրանք, ասում եմ, ովքեր հեղինակություն ունեին, ինձ վրա որևէ նոր պահանջ չդրեցին, ոչինչ չունեին ավելացնելու իմ ավետարանին, եւ նրանցից ես որևէ նոր առաջարկ չստացա։ Երբ հանդիպում ենք անծանոթ մարդու, առաջին հարցը, որ սովորաբար տալիս ենք, սա է. ինչպես եք ապրուստ վաստակում։ Եվ հետաքրքիր է, երբ նրանք ասում են, որ դռնապան են այսինչ դպրոցում, հավանաբար այնքան էլ չենք տպավորվում։ Բայց եթե ասեն, ես նեյրոխիրուրգ եմ, կմտածենք, օ, սա մեկն է, որին կցանկանամ ճանաչել։ Եվ մենք պետք է հասկանանք, որ Աստված տպավորված չէ մեր զբաղեցրած դիրքերով, պարգևներով, եւ ինչի համար էլ որոցված լինենք, այդ ամենը նվեր է Աստծուց։ Եվ մենք պետք է գոհանանք նրանից դրա համար։ Մենք պետք է սկսենք այլ կերպ նայել այն մարդկանց, որոնք մեր կարծիքով ունեն ավելի ցածր աշխատանք, որովհետև Աստծո աչքերում չկա ցածր աշխատանք։ Նա պարզապես ցանկանում է, որ ճիշտ վերաբերմունքով անենք այն, ինչ խնդրում է, եւ անենք դա իր համար։ Մարդկանց մեծ մասը ցանկանում է լինել ղեկավար կամ պատասխանատու լինել ինչ-որ բանի համար, եւ անկեղծ ասած, ղեկավար լինելը այնքան էլ փառահեղ չէ, որքան թվում է, որովհետև եթե դու 600 աշխատակից ունեցող ընկերության ղեկավար ես, երբեք չես կարող կայացնել մի որոշում, որը կերջանկացնի բոլոր 600-ին։ Մի օր մի հովից լսեցի այս խոսքերը. իմ եկեղեցում կա 1000 անդամ, բայց ես ունեմ 1000 ղեկավար եւ ստանում եմ 1000 տարբեր կարծիքներ։ Այնպես որ յուրաքանչյուր արտոնության հետ գալիս է պատասխանատվություն, ահա թե ինչու Հիսուսն ասաց դուք չգիտեք թե ինչ եք խնդրում։ Մտածեք 2 անգամ նախքան պաշտոն կամ դիրք խնդրելը։ Համոզվեք, որ պատրաստ եք բավարարելու պահանջները նախքան կխնդրեք աշխատանքի համար։ Հետաքրքիր է մեզնից քանիսն են կանոնավոր աղոթում ծառայելու հնարավորությունների համար։ Երբևէ հատկացրել եք 5 րոպե լուր նստել Աստծո ներկայության մեջ եւ պարզապես հարցրել. Աստված, ինչ կարող եմ այսօր անել ինչ-որ մեկին ծառայելու համար։ Գիտեք, իմ ամուսինը սովորաբար առավոտյան հարդարում է անկողինը։ Այս առավոտ ես անցա մահճակալի կողքով, նկատեցի, որ այն հարդարված չէր եւ մտածեցի, այսօր ես կհարդարեմ անկողինը, այնպես որ հարկ չկա, որ Դեյվը անի դա։ Հավանաբար պատճառն այն էր, որ պատրաստում էի այս ուղերձը։ Սակայն հուսով եմ, որ ես կսովորեմ ավելին անել ուրիշների համար։ Ես մշտապես ինչ-որ բան եմ անում մարդկանց համար սովորեցնելով նրանց խոսքը, բայց դա ավելի շատ իմ աշխատանքն է եւ Աստված ցանկանում է, որ առօրյայում վարվեմ այնպես, ինչպես սովորեցնում եմ բոլորին։ Այնպես որ ուրախ եմ, որ այսօր սովորեցնում եմ այս մասին, որովհետև ուզում եմ թարմացնել իմ կարողություններն այս ոլորտում, մշտապես փնտրելով ուղիներ ուրիշներին բարձրացնելու եւ երջանկացնելու համար։ Ես ասել եմ, որ մենք պետք է ունենանք նպատակ, ամեն օր ժպիտ պարգևելու առնվազն 3 մարդու։ Եվ դու կարող ես անել դա պարզապես տալով փոքրիկ նվեր կամ հաճոյախոսելով եւ պարզապես ասելով. դու գեղեցիկ տեսք ունես։ Ցանկացած փոքրիկ բան կարող է շատ բան նշանակել մեկ ուրիշի համար։ Իրականում ամենափոքրիկ բաներն են, որ ամենամեծ նշանակությունն ունեն մարդկանց համար։ Ծառա բառը հունարեն ունի այս նշանակությունը. հպատակություն առանց գերության։ Եթե ես քո ծառան եմ, ես կարող եմ հպատակվել քեզ առանց զգալու, որ կորցրել եմ իմ ազատությունը։ Ինձ դուր է գալիս դա։ Ես կարող եմ հպատակվել քեզ առանց զգալու, որ կորցրել եմ իմ ազատությունը։ Իրականում 2 մարդ կա, որոնց երբ ինչ-որ բան եմ խնդրում անելու, միշտ պատասխանում են հաճույքով։ Ինձ դուր է գալիս դա։
Դա ավելի լավ է հնչում, քան շատ լավը, այոն եւ այլն։ Մենք պետք է երջանիկ լինենք, երբ ինչ-որ բան ենք անում ուրիշների համար։ Եվ երբ նրանք խնդրում են, որ ինչ-որ բան անենք իրենց համար, մի ստիպեք, որ մտածեն, թե նրանց մեծ լավություն եք անում, պարզապես ուրախ եղեք դա անելու համար։ Մենք պետք է լինենք Աստծո եւ Քրիստոսի ծառաները, նախևառաջ ծառայելով մարդկանց։ Մենք ծառայում ենք Աստծուն եւ Քրիստոսին։ Առաջին Պետրոսի 2:16 Ապրեք ինչպես ազատներ, եւ ոչ թե ազատությունը ինչպես չարության ծածկոց ունեցողներ, այլ ապրեք ինչպես Աստծո ծառաներ։ Գիտեք, ազատ լինել չի նշանակում, որ դու կարող ես անել ցանկացած բան ցանկացած ժամանակ, դա նշանակում է, որ դու ազատ ես չցավեցնելու ուրիշներին։ Դու ազատ ես մեղք չգործելու։ Այո, դու կարող ես լինել ազատ անելու հակառակը, բայց այդպես չես վարվի, եթե ունես Աստծուն եւ մարդկանց ծառայելու վերաբերմունք։ Պողոսը ասաց, որ ինքը ծառա է եւ հարկադրված է քարոզել։ Նա պատկանում էր Քրիստոսին եւ դա ամենն էր, ինչի համար նա հոգ էր տանում։ Նա ասաց, եթե միայն կարողանամ ուրախությամբ կատարել իմ ընթացքը, դա միակ բանն է, որ կարևոր է ինձ համար։ Նա ասաց, ինձ համար կյանքը Քրիստոս է եւ մեռնելը շահ։ Նրանով եմ ապրում, շարժվում եւ կամ։ Գիտեք, քրիստոնյա լինելը ավելին է, քան կիրակի եկեղեցի գնալը։ Գուցե մեկ ժամ այնտեղ նստելը իրականում նույնիսկ ոչինչ չլսելով։ Այնուհետև տուն վերադառնալը, շաբաթվա ընթացքում երբեք չմտածելով Աստծո մասին։ Բոլորս կանչված ենք ծառայության։ Հարկ չկա, որ քո անվան առջև գրված լինի վերապատվելի, դոկտոր կամ եպիսկոպոս։ Բոլորս Աստծո ծառաներն ենք եւ կանչված ենք ծառայելու ամենուրեք։ Աստվածաշունչը Կորինթացիների 2:5-20-ում ասում է, որ մենք Աստծո դեսպաններն ենք։ Եվ ինձ դուր է գալիս այն, ինչ ասում է ընդլայնված Աստվածաշունչը, այնտեղ գրված է. Աստված աշխարհին դիմում է մեր միջոցով։ Մենք նրա անձնական ներկայացուցիչներն ենք։ Եվ ուզում ենք, որ մարդիկ հաշտվեն Աստծո հետ մեր օրինակի միջոցով։ Եփեսացիների 6:5-7 Ծառաներ, հնազանդ եղեք ձեր մարմնավոր տերերին հարգանքով եւ նրանց հաճեցնելու մտահոգությամբ, միասնական մղումով եւ ամբողջ սրտով, ինչպես ծառայություն Քրիստոսին։ Նա ասում է. մի արեք դա որպես մարդուն հաճեցնողներ, ունեցեք ցանկություն գոհացնելու նրանց, բայց արեք ինչպես Տիրոջը։ Հասկանում եք, դա ծառայելուն բոլորովին այլ երանգ է հաղորդում, որովհետև դուք նայում եք այս տեսանկյունից. Տեր, ես անում եմ սա քեզ համար։ Այդ դեպքում դուք չեք զգա, որ ձեզ շահագործում են եւ կգործեք ճիշտ շարժառիթով։ Իսկ մեր շարժառիթները շատ կարևոր են։ Ես սիրում եմ խոսել շարժառիթներից, որովհետև Աստծուն ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն, թե ինչ ենք անում, այլ այն, թե ինչու ենք դա անում։ Եթե ես ինչ-որ բան եմ անում ինչ-որ մեկի համար, բայց ունեմ վատ վերաբերմունք, օրինակ, եթե ինչ-որ մեկը հրավիրում է ինձ երեկոյի եւ ես չունեմ ցանկություն, սակայն գնում եմ, որպեսզի չնեղացնեմ նրան, այնուհետև ուրիշների հետ խոսում եմ նրա հետևից եւ ասում. իրականում ես չեմ ուզում գնալ, բայց կգնամ, որովհետև ստիպված եմ, դրանում չկա վարձք։ Բայց նույնիսկ եթե չեք ուզում գնալ, բայց ուզում եք սեր ցուցաբերել այդ մարդու հանդեպ, կարող եք ասել. Աստված, ես կանեմ սա քեզ համար եւ կանեմ լավ վերաբերմունքով եւ ժպիտով։ Այդ ժամանակ մենք չենք խոսի նրա հետևից եւ ուրիշներին չենք ասի, թե որքան չէինք ուզում գնալ այնտեղ։ Նա ասում է. արեք դա ոչ թե աչքի առջև ծառայելով մարդկանց հաճո լինողների պես, այլ ինչպես Քրիստոսի ծառաներ կամ ստրուկներ, որ Աստծո կամքն են անում սրտանց եւ ամբողջ էությամբ։ Այնքան կարևոր է, որ հնազանդ լինենք Աստծուն ուղիղ սրտով եւ ճիշտ շարժառիթով։ Հիսուսն ասաց. եթե սիրեք ինձ, կհնազանդվեք ինձ։ Եվ մենք պետք է ունենանք ակնածալից երկյուղ եւ պատկառանք Աստծո հանդեպ։ Դա ասելով նկատի չունեմ, որ պետք է վախենանք, որ նա կցավեցնի մեզ, այլ իմանանք, որ նա Աստված է եւ ունի ամբողջ զորությունը։ Եվ երբ մեզ ինչ-որ բան է պատվիրում անել, դա մշտապես մեր օգտին է։ Եվ պետք է անենք դա չունենալով վատ վերաբերմունք։ Եթե Հիսուսը Տեր է,
Ուրեմն պատասխանը այն ամենին, ինչ նա խնդրում է անել, միշտ պետք է լինի այո։ Այո, Տեր։ Դու չես կարող ասել ոչ, Տեր, եւ ակնկալել, որ նա լինի քո Տերը։ Ոչը միշտ նշանակում է դու իմ Տերը չես, որովհետեւ եթե նա քո ամբողջ կյանքի Տերն է, նրա ցանկացած խնդրանքին դու միայն պետք է ասես այո։ Գիտեք, այսօր դուք լսում եք ինձ, գուցե ձեր տանը, գուցե աշխատասենյակում կամ որևէ այլ տեղ։ Պարզապես հետաքրքիր է։ Կան ձեր կյանքում բաներ, որ Աստված ասել է անել, սակայն դեռ չեք արել։ Կամ կան բաներ, որոնք Աստված ասել է չանել, բայց շարունակում եք անել։ Գիտեք, այսօր ապաշխարելու օրը եւ խոստովանելու Աստծուն, որ հնազանդ չեք եղել իրեն եւ զղջում եք դրա համար։ Իսկ ապաշխարել նշանակում է շրջվել եւ գնալ այլ ուղղությամբ։ Այսինքն դուք լիարժեք պտույտ եք կատարում եւ անում այն, ինչ նա ասել է անել, կամ չեք անում այն, ինչ նա ասել է, որ չանեք։ Ձեզ սպասում է երջանիկ հրաշալի կյանք, սակայն մենք չենք կարող անհնազանդ լինել Աստծուն եւ ունենալ նրա օրհնությունները մեր կյանքում։ Դու չես կարող որևէ բան թաքցնել Աստծուց։ Աստված տեսնում է ամեն բան։ Նա գիտի ամեն բան, նա գիտի թե ինչ ենք մենք անելու։ Նախքան կանենք դա, ուստի մենք պետք է հնազանդ լինենք Աստծուն, որովհետև նա սիրում է մեզ։ Եվ Հիսուսը մեծ գին վճարեց մեզ համար, որպեսզի մեր մեղքերը ներվեն, եւ մեր անունները գրվեն գառան կյանքի գրքում։ Եվ մենք կարող ենք ասել, ես գնահատում եմ այն ամենը, ինչ դու արել ես ինձ համար, Հիսուս, նրան հնազանդվելով եւ ուրիշներին ծառայելով։ Եթե մենք ապրում ենք Աստծուն ծառայելու համար, եթե դա մեր նպատակն ու շարժառիթն է ամեն օր, եթե մենք իսկապես ապրում ենք Աստծուն ծառայելու համար, մեզ համար կարևոր չէ, թե ինչ է նա մեզ հանձնարարում անել։ Կարևոր չէ աշխարհը հիանալի, թե ցածրակարգ է համարում այն, ինչ անում ենք։ Անկեղծ ասած, իրականում կարևոր չէ, թե ինչ է մտածում աշխարհը, միակ բանը, որ կարևոր է, այն է, թե ինչ է մտածում Աստված։ Մեր հեղինակությունն այստեղ շատ քիչ կարևորություն ունի, համեմատած այն հեղինակության, որ ունենք երկնքում։ Գաղատացիների 5:13 Որովհետև դուք իմ եղբայրներ եւ քույրեր ազատության համար եք կանչվել, միայն թե ձեր ազատությունը պատճառ չտա մարմնին, այլ սիրով եւ խոնարհաբար ծառայեք իրար։ Այստեղ գործածված է սեր բառը։ Գիտեք, դա Աստվածաշնչի, հատկապես Նոր Կտակարանի գլխավոր բառն է։ Աստված սեր է։ Եվ մեր բոլոր գործողությունների նպատակը սիրել սովորելն է։ Առաջին Կորինթացիների 13-ում ասվում է, թե ինչ է սերը։ Սերը երկայնամիտ է, քաղցր է, հեզ է։ Սերը ենթադրում է ինքնատիրապետում։ Այն պետք է լինի մեր կյանքի գլխավոր նպատակը։ Եվ սերը միշտ ներառելու է ուրիշների համար ինչ-որ բան անելը։ Այն ներառելու է տալը, առատաձեռն լինելը եւ միմյանց ծառայելը։ Ինչ կարող եք անել այսօր մեկ ուրիշի համար։ Ուզում եմ, որ մտածեք այդ մասին։ Երբ հաղորդումն ավարտվի, ուզում եմ որոշ ժամանակ հատկացնեք եւ ինքներդ ձեզ հարցնեք, թե որքան բան եք անում ուրիշների համար ճիշտ վերաբերմունքով։ Կամ գուցե հենց հիմա դուք բարկացած եք ինչ-որ մեկի վրա այն բանի պատճառով, ինչ նա չի արել ձեզ համար։ Դուք պետք է ներեք նրան, գուցե բավականաչափ չեն արել ձեզ համար, բայց եթե դուք բարկացած եք դրա համար եւ ոչինչ չեք անում մեկ ուրիշի համար, դուք բարի սերմ չեք ցանում։ Բայց եթե ներեք նրան եւ հարցնեք Աստծուց, թե ինչ կարող եք անել մեկ ուրիշի համար, բարի սերմ կցանեք եւ կկարողանաք հավաքել բերք ձեր ցանած սերմից։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։